Գողար։ Որքուր, կարող է գնաց իրան բալկոնից գցի։ Քեզ հիմար խոսում է։ Գողար։ Ասա Ռիտա։ Հիմա մենք գնում ենք։ Բայց վաղը այս ժամին էլի գալու եմ։ Խնդրում եմ քեզ տան փաստաթղթերը պատրաստես։ Ու ինձանից մի նեղացիր։ Հիմա թույլ տալիս ես մի բան ասեմ։ Ասելիքդ ասա։ Աստված չանի Տիկին Գոհար, որ վաղը գանք ու դուք տանը չլինեք, կամ տանը լինեք ու դուռը չբացեք։ Դու ինձ լավ չես ճանաչում, ես դուռը կջարդեմ ու կմտնեմ ներս, հասկացար ինձ, հասկացար։ Վերջ, գնացինք։ Գնացինք, Որքուր, բայց լավ իմաց, ես տունը մի 30-35 հազարով կծախվի, ես քեզ հավատացնում եմ։ Անցի առաջ։ Գնացինք Գողար։ Այ Աստված, օգնի, օգնի։ Հելենա էնո։ Յո, այնով է։ Գոհարի աղջիկն ով է։ Ինչ էլ լավն է։ Հալալա Գոհարի։ Բա ինչի չէիր ասում, որ Գոհարը աղջիկ ունի։ Այսինքն քեզ պիտի հաշիվ տայի, հա։ Դե որ իմանայի էլի։ Որ իմանայիր ինչ պիտի փոխվեր, որ։ Դե ոչ մի բան, բայց դե կիմանայի։ Առաջ։ Քեզ աչքերդ փլշած նայում, գնա։ Մամ։ Այս Ռիտան մեր տուն էր եկել։ Չնայած ինչի եմ հարցնում, որ դեմից տերևում ա մեր տուն էր եկել։ Ինչ են ասել քեզ մամ, որ սենց նեղվել ես։ Մերի, 23 տարեկան, Գոհարի դուստրն է, ամուսնացած չէ, հաճախում է օտար լեզվի դասընթացների։ Դե ուղղակի եկել էր իր պարտքը հետ էր պահանջում։ Մամա, ինչ էր ասել Ռիտան, որ սենց նեղվել ես։ Սպառնացել են քեզ, հա։ Դե չէ, պարտքներ ուզում։ Մամ, ինչ է ասել քեզ Ռիտան։ Դե եկել էր ասում էր, որ էլ ժամանակ չի տալու, վերջ։ Բա հետի տղեն ով էր։ Ռիտայի եղբոր տղան էր։ Դրան ինչի էր վերել։ Չգիտեմ, վերել էր էլի։ Մամա, մի հատ ինձ նայ։ Ինձ նայ, մամա, այդ տղեն քեզ ինչ է ասել։ Դե ինչ որ Ռիտան էր ասում։ Մամա, ես երեխա չեմ։ Ես շատ լավ հասկանում եմ ինչ է կատարվում։ Ինչ է ասել քեզ այդ տղեն։ Մերի ջան, իրենք ստիպում են, որ մենք մեր տունը վաճառենք ու պարտքը վերադարձնենք։ Տունը վաճառենք։ Բայց այդ ելք չի։ Գիտեմ Մերի ջան, ես էլ նույնը ասեցի, բայց իրանք ուշադրություն չդարձրին։ Ռիտան էստեղ մեղք չունի։ Մենք չենք կարող իրենց պարտքը վերադարձնել։ Մամ, համաձայնությունը տվել ես։ Ես ուրիշ ելք չունեմ։ Հարցիս պատասխանի համաձայնությունը տվել ես։ Դե չէ, բայց չկա, ուրեմն լավ ես արել, որ չես տվել։ Մերի ջան, վաղը իրենք գալու են տան փաստաթղթերը վերցնեն ու հետո գնորդ կգտնեն ու կվաճառեն։ Առանց քո ստորագրության ոչ ոք չի կարող քո տունը վաճառել։ Իսկ վաղը մենք նրանց ոչ մի փաստաթուղթ չենք տա։ Ախր Մերի, մենք ուրիշ ելք չունենք։ Հետո այդ Ռիտայի եղբոր տղան Մարատ կոչեցյալը այնքան վտանգավոր մարդ է, եթե մենք փաստաթղթերը չտանք։ Մամ, պարտատերը Ռիտան է, ոչ թե Մարատը։ Եվ հետո Ռիտան շատ լավ գիտի մենք
Ինչի արդյունքում ենք հայտնվել այս վիճակում, ու ինքը բարոյական իրավունք չունի մեզ նման կերպ սպառնալու։ Աղջիկս Ռիտան էստեղ մեղք չունի։ Մամ, հա, մեղք չունի, բայց խիղճ չունի, չէ՞։ Ես հենց հիմա կգնամ իր օֆիս ու կխնդրեմ, որ մեզ ժամանակ տա։ Չեմ կարծում, որ ստացվի, բալես։ Հետո մենք այդ կարճ ժամանակը միջոցում չենք կարող այդքան գումար հավաքենք ու պարտքերը տանք։ Մամա, դու մոռացել ես, որ մի ամսից ես պապայի ընկերոջ Համլետի մոտ բարձր աշխատավարձով աշխատանքի եմ անցնելու։ Իսկ դա լավ հնարավորություն է Ռիտային համոզելու համար։ Չգիտեմ, բալես, չեմ կարծում, որ կստացվի։ Դու մի հուսահատվի, մամա։ Ես ամեն ինչ կանեմ։ Այսինքն, ո՞նց ամեն ինչ կանես։ Մամ, դու ինձ վստահի, լավ։ Ու գլխիցդ հանի տունը վաճառելու միտքը, ես ելք կգտնեմ։ Ես գնացի։ Հիմա ես գնում։ Հա։ Բա մի կտոր հաց ուտեիր, բալես։ Սոված չեմ, ընդմիջ մամի կերել։ Մերի ջան, դու դեռ շատ ջահել ես, հրաշքների ես հավատում։ Մտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իհարկե։ Համեցեք։ Համեցեք նստեք, քույրիկ ջան։ Տիկյան Ռիտան էստեղ չի։ Չէ։ Տիկին Ռիտան սովորաբար այստեղ շատ չի լինում։ Որովհետև տնօրենը ես եմ։ Բայց ես կարող եմ ձեզ օգնել։ Նստեք։ Դուք Տիկյան Ռիտայի եղբոր որդին եք, չէ՞։ Մարատը։ Անունս էլ գիտեք։ Իհարկե, ես Մարատն եմ։ Ռիտայի եղբոր որդին։ Եթե չեմ սխալվում, դուք էլ Գոհարի աղջիկն եք։ Այո, անունս Մերի է։ Ուրախ եմ, Մերի ջան, որ քեզ հետ ծանոթացա։ Նմանապես։ Դե դեպքում նստեք, ինչ եք կանգնած մնացել։ Նստեք։ Ես վստահ չեմ, որ դուք ինձ կարող եք օգնել։ Այդտեղ սխալվում ես։ Ես միակ մարդն եմ, որ կարող եմ ձեզ օգնել։ Որովհետև ես գիտեմ, թե ինչի համար ես եկել։ Լավ։ Եթե այդպես վստահ եք, կնստեմ։ Ասեմ, որ ես տեղյակ եմ, թե Գոհարը Ռիտային ինչքան գումար է պարտք։ Ու հասկացա, որ դու էլ տեղյակ ես, թե Ռիտան Գոհարի առաջ ինչ պայման է դրել։ Հա, տեղյակ եմ։ Ու եկել եմ Տիկին Ռիտային խնդրելու, որ մեզ ժամանակ տա։ Մի ամսից ես շատ բարձր աշխատավարձով աշխատանքի եմ անցնելու, ու որոշ ժամանակ հետո մենք ամբողջ գումարը կարող ենք վերադարձնել։ Հասկացա, բայց վստահ չեմ, որ հորաքույրս այդ ամեն ինչը կհասկանա, ավելի շուտ կհասկանա, բայց իրան չի հետաքրքրի, որովհետև իրան շատ շտապ գումար է պետք, ու համոզված եմ, որ ինքը ձեզ ժամանակ չի տա։ Իսկ ինչի համար է Տիկին Ռիտային փող պետք։ Այդ մեկը չեմ կարող ասել, բայց 100% համոզված եմ, որ ժամանակ չի տա։ Լավ է դեպքում դուք ինձ ինչով կարող եք օգնել։ Ասեմ, ուրեմն, ես կարող եմ ձեր փոխարեն այդ գումարը տալ Ռիտային, ու այդ դեպքում դուք պարտք կմնաք ոչ թե Ռիտային, այլ ինձ։ Տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունը այն է, որ ի տարբերություն Ռիտայի, ես ձեզ մի քիչ ժամանակ կտամ։ Լավ, բայց մեզ մի տարուց ավել ժամանակ է պետք։ Թող լինի մի տարի կտամ, թեկուզ մի քիչ էլ ավել, Եթե ինչ։ Եթե դու ինձ խոստանաս, որ ինձ հետ հաճելի ժամանակ ես անցկացնելու։ Հասկացա։
Ես քեզ լավ տարբերակ եմ առաջարկում, Մերի ջան։ Ու քեզ վստահեցնում եմ, որ մեր կապի մասին ոչ ոք չի իմանա։ Լավ, համաձայն եմ, բայց Բայց, էլ ինչ բայց։ պահանջում եմ։ Դե եթե դու իմ պահանջը կատարում ես, այդ դեպքում իրավունք ունես նաև դու պահանջելու։ Դու այդ գումարը կտաս ինձ, ես կտամ տիկին Ռիտային։ Հետո կլինի այնպես, ինչպես կուզես։ Լավ, ավելի լավ։ Հորաքույրս ավելորդ հարցեր չի տա, բայց այստեղ մի հարց էլ կա։ Ինչ։ Քո առաջ հիմար չի նստած։ Ու լավ իմացի, որ ինձ չես կարող խաբես, ես հիմար չեմ։ Լավ, արա այնպես ինչպես ասում եմ ու կլինի այնպես ինչպես կուզես։ Դե դեպքում պայմանավորվեցինք։ Վաղը կհանդիպենք։ Խելացի աղջիկ ես։ Ես մի բան այդ Դու այդ փողը ունես, թե ինչ-որ մեկից պետք է պարտկանես։ Դու մոռանում ես, որ այս լոմբարդի տնօրենը ես եմ։ Հա, բայց լոմբարդը քոնը չի։ Ես աղջիկ ջան, քեզ գումարը պետք, ես այդ գումարը քեզ տալիս եմ։ Թե որտեղից են ճարելու, քո ինչ գործն է։ Այդ էլ ես ճիշտ ասում։ Լավ։ Մինչ վաղը։ Լավ։ Ոսկե ձկնիկը իրա ոտքով ընկավ իմ ցանցը, լավ, վատ չի։